Ինչ նշանակություն ունեին մետաղները մեզնից հազարավոր տարիներ առաջ։ Մեծամորի պղնձազուլարանը կարող է մեզ զարմանալի փաստեր հուշել մետաղամշակման հմտությունների մասին։ Արդյոք հաղթանակը կամրջի տակ իրականում թաղված է առեղծվածային սյուն։ Ոսկե գնում է մետաղի մասին, որը այժմ չեմ կարող ստանալ։ Ինչ առնչություն ունի հայկական հավդուն մետաղը հավթրջունի հետ։ Համաձայն ընդունված կարծիքի, մետաղների մշակումը աշխարհում սկսվել է Քրիստոսից առաջ 6-րդ հազարամյակից։ Այն համարվում է աշխարհի ամենահին կիրառական գիտություններից մեկը, ինչպես նաև համարվում է այն անփոխարինելի գիտելիքը, առանց որի քաղաքակրթությունների ստեղծումը, կայացումը եւ զարգացումը պարզապես անհնար կլիներ։ Մետաղների քանակը պարբերական աղյուսակում այժմ 86-ն է, բայց մինչև 13-րդ դարը հայտնի էին միայն այսպես կոչված հին ժամանակների մետաղները, որոնց հիման վրա էլ ստեղծվել են քաղաքակրթություններ։ Դրանք են ոսկին, արծաթը, պղինձը, անագը, երկաթը, կապարը եւ սնդիկը։ Մետաղների եւ դրանց համաձուլվածքների առաջին արտադրության կենտրոններից են եղել Հայաստանի եւ Արևելյան Անատոլիայի տարածքները։ Մեր լեռնաշխարհը համաշխարհային մետաղամշակության կենտրոններից մեկն է եղել։ Սա հայտնի փաստ է, բայց որոշ պատմական տեղեկություններ ու առասպելներ կան, որ Հայաստանում մշակվել է մետաղ, որն ունեցել է զարմանալի հատկություններ։ Ըստ պատմիչների, մեր որոշ արքաներ թրի մեկ հարվածով գլխատել են զրահապատ հեծյալին ու կիսել երկաթե դարպասներ։ Եթե սա իրապատում է, հարց է առաջանում, ինչ մետաղից էին պատրաստված այդ թրերը։ Փորձենք բացահայտել հայկական մետաղագործության գաղտնիքները եւ զատենք առասպելը իրականությունից։ Մենք ուղևորվում ենք Մեծամորի հնագույն ամրոց բնակատեղի, որը համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից մեկն է։ Այսօր Մեծամորը ասելով, մարդիկ իհարկե պատկերացնում են ատոմակայանը, որը 20-րդ դարի կարելի է ասել ժամանակակից գիտության նվաճումներից մեկն է, բայց հազարամյակներ առաջ եւ դարեր շարունակ Մեծամոր ասելով, մարդիկ պատկերացրել են մետաղաձուլարաններ, պաշտամունքային կառույցներ եւ շարքային մահկանացուներին անհասու գիտելիքներ ունեցող իմաստուն քրմեր։ Մեծամոր հնագույն ամրոց բնակատեղի գտնվում է Երևանից 35 կիլոմետր հարավ-արևմուտք Տարոնիկ գյուղից ոչ հեռու Մեծամոր գետի ափին։ 1965 թվականից մինչ այժմ պարբերաբար պեղումներ են կատարվում։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի եւ երկաթի պարբերաշրջաններին, զբաղեցնում է ավելի քան 100 հեկտար տարածք։ Մեծամոր հնագույն ամրոց բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է։ Քրիստոսից առաջ 4-ից 3-րդ հազարամյակներում Մեծամորը կիկլոպյան պարսպով եւ պալատական շինություններով համալրված քաղաք էր։ Հետագայում այն դառնում է մշակութային ծաղկուն կենտրոն, որտեղ զարգանում են ռազմական գործն ու ճարտարապետությունը։ Եթե Մեծամորն իսկապես եղել է մշակութային այնպիսի մեծ կենտրոն, ինչպես ասում են այդ մասին հնագետները, ապա միգուցե սրա ետևում կանգնած է մեծ քաղաքակրթություն։ Մեծամորը համաշխարհային արժեք է նաև նրա համար, որ այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին եւ լավ պահպանված պղնձաձուլարանը իր հալոցով եւ հնոցներով։ Այստեղ ապրած մարդիկ տիրապետել են մետաղագործության գաղտնիքներին եւ պատրաստել են այնպիսի ամրության զենքեր, որ զարմացրել են հին աշխարհի բնակիչներին։ Այս ձուլարաններում աշխատել են պղնձի, անագի եւ բրոնզի հետ, պատրաստելով հիմնականում զենքեր, ինչպես նաեւ առօրյայում օգտագործվող իրեր, զարդեր, սպասք։
1965 թվականից մինչև այժմ մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում։ Պեղված նյութերը պահվում եւ ցուցադրվում են Մեծամորի պատմահնագիտական արգելոց թանգարանում, որը բացվել է 1968 թվականին։ Այստեղ ցուցադրվում են ավելի քան 27000 նմուշներ։ Առաջին հարկում գտնվում են ամրոցում եւ դամբարանադաշտում հայտնաբերված այն նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին։ Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն մեծամորի արհեստներն ու ծեսերը։ Նկուղային հարկում ցուցադրվում են Վանի թագավորության շրջանին պատկանող եզակի մշակութային նմուշներ, որոնք պատրաստված են ոսկուց, արծաթից, սաթից եւ այլ կիսաթանկարժեք քարերից։ 2013 թվականին այստեղ պեղումներ էին իրականացվում հայ լեհական արշավախմբի կողմից, որը ղեկավարում էր Մեծամորի միջազգային հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, ով 2010 թվականից ղեկավարում է այստեղ անցկացվող հնագիտական արշավախմբերը։ Թանգարանից քիչ հեռու, Պարսպից դուրս, բլրի փեշերին է գտնվում աշխարհում եզակի լավ պահպանված պղնձաձուլարանը իր ամբողջական համակարգով, հալոցով եւ հնոցներով, որոնք կառուցվել են ժայռերի մեջ։ Եվ հավանաբար հենց այս ձուլարաններում էին պատրաստում բրոնզե զենքերն ու զարդանախշերը։ Սրանք ձուլարարներ են եւ ոչ միայն ձուլարարներ են, մի ամբողջ արտադրական համալիր է այստեղ, եւ այս արտադրական համալիրը ըստ էության սկսել է գործել այսպես 3500 տարի առաջ։ Այսինքն մեր նախնիները մոտավորապես 3500-7000 տարի առաջ շատ լավ իմացել են տարածքի օգտագործման առանձնահատկությունները։ Ինչ վերաբերում է արտադրանքին, բնականաբար խոսքը վերաբերում է բրոնզին, պղնձի արտադրությանը, որը մերձավոր արևելքի համար եզակի երևույթ է։ Անագի պաշարները հայկական լեռնաշխարհում գրեթե բացակայում են։ Հետևաբար հարց է առաջանում, որտեղից էին մեր նախնիներն անագ ներմուծում։ Անագը անհրաժեշտ էր բրոնզ ստանալու համար, որտեղ բրոնզը համաձուլվածք է, դա պղնձի եւ անագի 1:9-1:10 հարաբերությամբ համաձուլվածքն է։ Հնագույն ժամանակներից ի վեր այս տարածքը եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որը գտնվելով Արարատյան դաշտում իրար է կապել Առաջավոր Ասիան եւ Հյուսիսային Կովկասը։ Պայմանագրերից մեկը խոսում է 50 կիլոգրամ անագի գործարքի մասին։ Իսկ 50 կիլոգրամ անագի դեպքում հնարավոր էր մոտավորապես կես տոննա բրոնզ ստանալ, իսկ կես տոննա բրոնզից պատրաստված զենքը արդեն մեծ, այսպես ռազմավարական նշանակություն ունեցող արսենալ էր, զինանոց էր, որը այն ժամանակվա համար կարող էր տեղում օգտագործվել։ Մեծամորից պեղված իրերի մեջ ամենանշանավորներն են բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորգ կշռաքարը, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 16-րդ դարով, եւ եգիպտական հիերոգլիֆի տեսքով Սարդիոնե գլանաձև կնիքը Քրիստոսից առաջ 15-րդ դար։ Այս գտածոները նույնպես վկայում են, որ Մեծամորը եղել է առևտրական խաչմերուկ։ 2000-ական թվականների սկիզբն էր, Ուրարտական պարսպի տակ հայտնաբերեց մոտ կես տոննա երկաթի խարամ։ Երկաթի արտադրության հետ առնչվող տարբեր այլ ուրեմն գործիքներ, մնացորդներ, հավանաբար երկաթի ստացման հնոց էր կամ դարբնոց էր, որը այրվել ու փլվել էր, եւ այդ ամբողջը մնացել էր փլվածքի տակ։ Այսինքն տեղի մետաղագործ վարպետները արդեն ժամանակի կոնյունկտուրային պահանջներին համապատասխան եւ համահունչ բրոնզի ձուլումից անցել էին երկաթի արտադրության։ Պետք է որ Մեծամորի պղնձաձուլարաններում լինեին փուքսեր, որովհետև առանց փուքսերի պարզապես հնարավոր չէ մեծ ջերմաստիճաններ ստանալ։ Փուքսերի կավե մնացորդներն ունենք, որոնց ետին մասից փուքսերի միջոցով, հարմարանքների միջոցով օդ են ներկրել դեպի վառարանի ներսը եւ թեժացրել կրակը։ Դրանք տարբեր չափի ու մեծության են, մեծ եւ փոքր կարող են լինել։ Շատ հետաքրքիր է, որ հենց նույն տարածքում տեղումների ժամանակ հայտնաբերվել են նաեւ կավից պատրաստված կտխաներ, սրա միջոցով վերցվում էր հալված մետաղը եւ լցվում էր կաղապարի մեջ, որից հետո կաղապարի մեջ բրոնզը իրը ստանում էր իսկական ձևը։ Որոշ գրավոր աղբյուրներ, մասնավորապես խեթական հիերոգլիֆները վկայում են, որ բարձր հայքի շրջանում եղել են հնագույն երկաթի արտադրության կենտրոններ։ Երկաթի կռման այդ կենտրոնները եղել են եզակի։ Հայաստանը նաև երկաթի հնագույն հայրենիքներից մեկն է։
Ընդհանրապես երկաթի լայն տարածումը սկսվում է 12-11-րդ դարերից Քրիստոսից առաջ։ Եվ պատահական չէ, որ ասենք դամբարաններում փարավոնների հայտնաբերված երկաթե փոքրիկ իրերը շատ ավելի թանկ են արժեցել, քան ոսկյա իրերը։ Մեծամորի տարածքում կատարված պեղումները ի հայտ են բերում ևս մեկ շատ կարևոր փաստ, այն, որ այս տարածքում հայտնաբերվել են պաշտամունքի տարբեր առարկաներ, ինչը փաստում է քրմերի առկայության եւ ծիսակարգի գոյության մասին, իսկ ինչ կապ են ունեցել քրմերը մետաղամշակության հետ։ Որոշակի գործողություններ սկսելուց առաջ քուրմը գուցեև այսպես ծիսական առումով մաքրում էր այս տարածքը կամ օժտում էր այն տարածքը եւ աստվածների գութներ եւ օժանդակություններ հայցում աշխատանքների իրականացման ժամանակ։ Քուրմերը գուցե մասնակցություն ունեցել են մետաղի արտադրությանը ոչ ուղղակիորեն, այլ այն օժանդակելու եւ նպաստելու առումով։ Ահա այս 7 փողանի բուլվարը եւ այլ տեսակի խնկարկման սպասքների առկայությունը հենց ենթադրել են տալիս կրոնապաշտամունքային ծեսերի նշանակալից դերի մասին, որ գոյություն է ունեցել հին մեծամորում։ Հավանաբար առողությունների ընթացքում քրմերը ձողեր են իջեցել այս անոթի մեջ եւ ներքաշելով խմիչքը, եղուկը, գուշակություններ կատարել այս ժամանակաշրջանի մասին։ Փաստորեն մեր նախնիները աշխարհում առաջիններից մեկն էին, որ մետաղ են ձուլել, սակայն հայկական մետաղները դեռ շատ գաղտնիքներ ունեն։ Հաղթանակ կամրջի հիմքի փորման ժամանակ հայտնաբերվել է մետաղի կլոր միսյուն, որի վրա ոչ մի գործիք չի կարողացել անգամ խազ քաշել։ Լսենք այդ առեղծվածային սյան հայտնաբերման պատմությունը։ «1943 թվականին հաղթանակ կամուրջի կենտրոնական սյան հիմքերը փորելու ժամանակ գետի հունի մեջ հայտնաբերել են մետաղական կլոր առարկա։ Միանգամից պարզ է դարձել, որ դա սովորական երկաթյա սյուն չէ։ Հետաքրքրված շինարարները փորձել են հասկանալ, թե ինչ մետաղ է դա եւ ցանկացել են փորել հանել, սակայն ոչ մեկը, ոչ էլ մյուսը նրանց չի հաջողվել։ Աշխատողներից մեկը մոտեցել է, թե ասել Հրան, տես թե ինչ եմ գտել։ Հայրս մոտեցել է, տեսել է երկաթի կտոր, երկաթե, այսինքն կոնաձև, գրանով ցինց իջնում, ծայրը կոնաձև եւ փոսորակ։ Փորել հանելու ժամանակ չի եղել, քանի որ շինարարական ժամկետները շատ սուղ էին, պայմանավորված պատերազմով, իսկ կամուրջը պետք էր կարճ ժամկետներում կառուցվեր։ Ղեկավարությունից ասում են լավ, շարունակեք, մի քիչ խորացեք։ Խորացնում են մինչև 1:20, բայց սյունը շարունակում, այսինքն բավական խոր։ Արամայիս Գարեգինյանը հիշում է, որ հայրը պատմել է այդ գտած երկաթի անհավանական ամրության մասին։ Ըստ նրա, իրենց ձեռքի տակ եղած այն ժամանակվա ոչ մի շինարարական գործիքով հնարավոր չի եղել անգամ մի փոքր խազ քաշել այդ երկաթի վրա։ Միանշանակ պարզ էր, որ դա մշակված մետաղ էր, հավանաբար ձուլված, ուներ ճշգրիտ չափումներ եւ ձև։ Սյան վրա կորոզիայի հետ անգամ չի եղել, մինչդեռ այն հարյուրամյակներ, միգուցե եւ ավելի, թաղված է եղել գետի հունի մեջ։ Խարտոցը, երկաթի համար նախատեսված ծախսերը ոչ մի քերծված անգամ չէին թողնում։ Այսինքն որոշակի հատկություններ ունեցող մետաղ, կոնկրետ մետաղ։ Ղեկավար մարմիններում հասկանալով, որ սյան քանդել հանելը շատ ժամանակ կխլի, հրահանգում են ծածկել եւ անցնել առաջ։ Այդպես էլ անում են։ Հայտնի է, որ նմանատիպ սյուն կա Հնդկաստանում, Դելի քաղաքում, կոչվում է նաև Քուտուբյան սյուն։ Սյունը մեծ համբավ է ձեռք բերել այն բանի շնորհիվ, որ արդեն 1600 տարի է, գտնվելով Հնդկաստանի խոնավ կլիմայական պայմաններում, չի ժանգոտում։ Անալիզները մակերույթից վերցրած ցույց են տալի, որ այդ սյան բաղադրությունը 99-72% մաքուր երկաթ է։ Դեռ 150 տարի առաջ անգլիացի արևելագետ հնագետ Ալեքսանդր Կանինգեմը պնդում էր, որ սյունը ոչ թե մասնատված, այլ ամբողջական ձուլվածք է։
Այստեղ երկու ենթադրություն կարող է լինել, որ նախ դա մաքուր երկաթ է եւ միաբյուրեղ է։ Իսկ եթե միաբյուրեղ է, նրա հատկությունները շատ բարձր են, մի քանի մոտ 2 տասնյակ անգամ։ Սյունը պատրաստված է գրեթե 100%-անոց երկաթից, թե ինչ տեխնոլոգիա է օգտագործվել պատրաստման համար կամ նմանատիպ սյուն վերարտադրել, գիտնականներն այսօր չեն կարողանում։ Մեր հաղորդումներից մեկում մենք ուսումնասիրում էինք վերին ու ներքին նավերի պեղավայրերը, արքայական դամբարանները, ամուր երկաթե գտածոների մասին խոսելիս չենք կարող շրջանցել այսպես կոչված փոքրիկ թռչնի երկաթե արձանիկը, հայտնաբերված այդ դամբարանադաշտից։ Հայտնաբերվել է թռչնի մի արձանիկ, որը խարսխաձև հիմքի վրա ամրացված է եւ այդ խարսխաձև սյունաձև սյան մեջ ներդրված է երկաթի կտոր։ Ինչ է դա, երկնակար է, թե պարզապես երկաթ է, որին վերագրվել է մոգական հատկություն, դժվարում ենք ասել։ Երբ փորձեցին այդ երկաթից վերցնել փորձանմուշ, որպեսզի պարզեին նրա էությունը, ապա պավեդիտ մետաղից պատրաստված երկու գայլիկոն այրվեց, բայց այդ երկաթի վրա նույնիսկ հետք չմնաց։ Կարելի է ենթադրել, որ հաղթանակի կամրջի տակ գտնվող սյունը եւ Հնդկաստանի Քուտուբյան սյունը իրար նման են։ Կարծիք կա, որ նրանք միևնույն բաղադրությունը ունեն, հավլուն մետաղից են, բայց ինչ է հավլուն մետաղը։ Հավլուն մետաղը բազմիցս հիշատակվում է մեր պատմության էջերում։ Սասունցի Դավիթ էպոսից մինչև թումանյանական բալլադներում մեր հերոսները կապում են թուրը հավլունի։ Գուցե պողպատի անվանում է որոշակի, որովհետև թուրքեծակին է, չէ, կոչվել նաև հավլուն թուր։ Իսկ ըստ պատմահայտ Խորենացու, երբ Հայաստանում ընդունվեց քրիստոնեությունը, հայ դարբինները Տրդատ թագավորին նվիրեցին հավլունի սուր։ Կարող էր պատահել, որ այդքան վաղ երկաթի մշակման ավանդներ ունեցող երկրում ստացած լինեին հատուկ մի պողպատ, որը բարձր լիներ մեզ հայտնի մնացած բոլոր պողպատներից եւ որը ունենար իր անունը, որը կոչվել է հավլուն։ Գարեգին եպիսկոպոս Սրվանտյանը գրում է, որ հավլուն նշանակում է հավու ուլնի, հավի երկաթ։ Ասվում է, թե երկաթը մանրվել եւ տրվել է հավերին ուտելու, եւ երբ ծերտի հետ այն դուրս է եկել, երկաթի մանր կտորները ձուլել եւ կռել են, որն արդեն պողպատի ամրություն է ունեցել եւ նրանից պատրաստված սուրը շատ կտրուկ է եղել։ Իհարկե դա շատ պրիմիտիվ նկարագրած տեխնոլոգիա է, բայց դա նշանակում է, որ դա հայտնի էր Հայաստանում։ Այսինքն հավի ստամոքսով անցած մետաղի յուրահատուկ հատկությունների մասին հայտնի էր։ Այս ողջ գործընթացը ճիշտ անցկացնելու համար կարող է պահանջվել ավելի քան 10 օր։ Հաշվի պետք է առնել, որ երկաթի կտորները առնվազն 2 անգամ պետք է անցնեն ստամոքսային տրակտով, այնուհետև դուրս բերվեն երկաթի մանր կտորները։ Չնայած բոլոր այս բարդություններին, որոշեցինք այնուամենայնիվ կատարել փորձը։ Հավին պահեցինք մի քանի օր եւ նրա ծերտի միջից հանեցինք թուջի կտորները, սակայն բարդությունն այն է, որ միանշանակ հնարավոր չէ պնդել, թե արդյոք այս կտորները անցել են ստամոքսով թե ոչ։ Այս հարցի պատասխանը մենք կստանանք միայն լաբորատոր փորձի միջոցով։ Մետաղի անալիզի համար մենք օգնություն խնդրեցինք Երևանի մաքուր երկաթի գործարանի աշխատակիցներից, ովքեր էլ համաձայնեցին աջակցել մեզ։ Ես հիմա ուղևորվում եմ այնտեղ, ինձ հետ տանելով մետաղի մի քանի կտորներ, որ ենթադրում եմ պետք է անցած լինեն ստամոքսահյութի միջով։ Մենք մաքուր երկաթ գործարանի լաբորատորիայում ենք եւ ուզում ենք փորձել, տեսնել, թե հավի ստամոքսով անցած մետաղը արդյոք փոխվել է թե ոչ։ Մեծ կտորը սովորական թուջն է, իսկ փոքրը այն, որ ենթադրում ենք, որ անցել է հավի ստամոքսահյութի միջով։ Անալիզի արդյունքները պետք է ցույց տան այս երկու կտոր թուջերի տարբերությունները։
Փաստորեն փոփոխություն չեղավ, մետաղները նույնն են։ Ըստ անալիզի արդյունքների, իսկ մեր անալիզը շատ ճշգրիտ է, փոփոխություն չի նկատվում։ Նույն տոկոսն է մնացել։ Այսինքն փորձը մինչև վերջ չի կատարվել։ Իսկ եթե փորձը իդեալական լիներ, հնարավոր է, որ հավի ստամոքսահյութի միջով անցած մետաղը փոփոխություն կրի։ Շատ հնարավոր է, դա չի կարելի բացառել, բայց դա ցույց կտա փորձը։ Քանի որ հավը կերի հետ ուտում է եւ հող, իսկ հողի մեջ պարունակում է պիրոլյուզիտ, որը մանգանի միացությունն է։ Իսկ մանգանը փոխպատին տալիս է ամրություն։ Արդյոք մեր նախնիները հավլուն մետաղը իսկապես ստացել են հավի ստամոքսահյութի օգնությամբ, թե այլ տեխնոլոգիաների կիրառմամբ, դժվար է ստույգ ասել, բայց կարծիք կա, որ հայոց լեռնաշխարհում քիմիական պարբերական աղյուսակի ձևավորումից դարեր առաջ իմացել են մետաղների քիմիական հատկությունները։ Կա վարկած, որ հին հայերենում որոշ մետաղների անվանման տարրերի թվային արժեքների գումարը համընկնում է Մենդելեևի պարբերական համակարգում տվյալ տարի ատոմային համարի հետ։ Արդի հայերենում այդ մետաղները 7-ն են, սրանք այն մետաղներն են, որոնք հայտնի էին այն ժամանակ, երբ ստեղծվում էր հայոց այբուբենը։ Մաշտոցը ստեղծեց նշանագրեր եւ հնչյունային համակարգ, որն ընդունակ էր իր մեջ պահելու, արտահայտելու եւ փոխանցելու արդեն գոյություն ունեցող հայերեն լեզվի համակարգը։ Եթե մենք ամեն տարի տակ գրենք այդ տարի հերթական համարը հայոց այբուբենում եւ այդ թվերը գումարենք իրան, մենք կստանանք այդ մետաղի ատոմային քաշը։ Այսինքն օրինակ, եթե ոսկի բառի տառերը մենք վերածենք թվերի, այդ թվերի գումարը մեզ կտա ոսկու ատոմային քաշը եւ նրա հերթական համարը քիմիական տարրերի աղյուսակում։ Այդ սկզբունքը աշխատում է 7 հնագույն մետաղների համար։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է դա ասել, որ մենք պետք է գործ ունենանք մետաղների հին անվանումների հետ։ Համոզվելու համար դիտարկենք մյուս մետաղների անվանումները։ Արծաթ մետաղի անվանման մեջ աթն վերջածանցն է, եթե այն հանենք, ստացվում է արծ, գումարենք թվային արժեքները, կստացվի 47։ Մասնավորապես, օրինակ, մենք այսօր ասում ենք երկաթ, բայց այդ բառը մեզ հասել է գրական հայերենից։ Մինչդեռ բարբառներում երկաթ բառը չի օգտագործվում։ Օգտագործում են այլ տարբերակներ։ Արկատ, ալգատ եւ այլն։ Եվ հենց ալգատն է, որ համապատասխանում է իմ ասած համակարգին։ Նույնը վերաբերում ասենք բղենզին, որը հին ձեռագրերից մեկում է գտնվել իր հին տարբերակը մեդ, այդպես էր կոչվում, ռուսական մեդի նման։ Անագը եկել, եթե չեմ սխալվում, մեզ ասել է պարսկերենից Ամիրդովլատ Ամասյացու մոտ կա հիշատակում, թե ինչպես էր այդ մետաղը կոչվում հայերեն գլայեք։ Ու միջև հիմա էլ շատ տեղերում օգտագործվում է գլայեկչի բառը։ Այսօր օգտագործվում է սնդիկ բառը, սակայն հնում հաշվի առնելով այս նյութի քիմիական հատկանիշները, այն անվանել են կենթանի բառով։ Այս անվանափոխության մասին իր բացատրությունն է տալիս Հրաչյա Աճարյանը իր բացատրական բառարանում, սնդիկ բառին որպես համարժեք բառ նշելով կենթանի բառը։ Փաստորեն մենք գործ ունենք մի շատ տարօրինակ փաստի հետ, որ լեզուն եւ այբուբենը միասին ինֆորմացիան կոդավորած տեսակով պահպանում են։ Ինչ բացատրություն կարող է ունենալ այս զարմանալի համապատասխանությունը։ Արդյոք այն պարզապես պատահականություն է, թե մենք գործ ունենք մի համաշխարհային, միակուր ու զարմանալի քաղաքակրթության հետ, որի պատառիկները շարանգել ենք մեր լեզվի ու այբուբենի շնորհիվ։ Դա նշանակում է, որ այդ համակարգը գոյություն ուներ միջև այբուբենի ստեղծելը։ Մաշտոցը գործ ուներ մաթեմատիկական համակարգի հետ 36 տառ եւ տառերի հերթականությունը հենց դա պետք է լիներ։ Երևի միակ դեպքն է, որտեղ մենք ստանում ենք որոշակի բացատրություն եւ տրամաբանություն, թե ինչու այբուբենում տառերը շարված են հենց այդ հերթականությամբ։ Բայց երբ որ մենք հասկանում ենք, որ դա մաթեմատիկական համակարգ է,
Եվ նույնիսկ 2 տար տեղերով չի կարելի փոխել, որովհետև չի աշխատի։ Այսինքն հնարավոր չի տարի դիրքը այբուբենում խախտել։ Ինչպես նաև հնարավոր չի խախտել տարերի քանակը։ Ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ 7-ական համակարգի սկզբունքը դրված է շատ հասկացությունների հիմքում։ Օրինակ, շաբաթվա 7 օրերը, հին ժամանակներում հայտնի 7 մոլորակները, Մաշտոցի գրառած 7 ձայնավորները եւ հնում հայտնի 7 մետաղները։ Հավանաբար սա էլ է այն հավանական վարկածներից մեկը, թե ինչու են մեր այբուբենն անվանում երկաթագիր։ Մենք համոզվեցինք, որ թե մետաղների կիրառման ժամանակագրության, թե մշակման տեխնոլոգիաների առումով հայկական լեռնաշխարհում բնակվող մարդիկ առաջատար դեր են ունեցել պատմության տարբեր ժամանակահատվածներում։ Իսկ մեր լեզուն խտացված այն կոդն է, որ իր մեջ հավաքել է ողջ ինֆորմացիան եւ փորձը, փոխանցելով այն սերնդեսերունդ։